Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետություն պետականության հիմքերը պետք է հենվեն ոչ միայն օրենքի տառի, այլև պետական մտածողության, ինստիտուցիոնալ արժանապատվության և բարոյական կայունության վրա։ Այսօր ցավոք մենք ականատես ենք մի գործընթացի, որը խախտում է այս հավասարակշռությունը։ Խոսքը վերաբերում է Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Միքայել arczepiskopos Աջապայանի շուրջ ծավալվող իրադարձություններին, որոնք չեն կարող մեկնաբանվել միայն իրավական տեսակետից, որքան էլ փորձ արվի դրանք ներկայացնել որպես օրինական ընթացակարգ, հասարակական ընկալումն այսօր այլ է։ Եվ այդ ընկալումը վստահ եմ, բոլորիս համար հասկանալի է։ Մենք գործ ունենք հստակ քաղաքական պատվերի կատարման հետ, որը չի կարելի անտեսել կամ թաքցնել իբր օրինականության շրջանակներում իրականացվող գործընթացների հետևում։ Սա պարզապես անհատական հետապնդում չէ, սա քաղաքական հաշվեհարդար է, ուղղված ընդդեմ անկախ կարծիքի, ընդդեմ խղճի ազատության, ընդդեմ եկեղեցու ինքնիշխան դիրքորոշման։ Եվ սա պետք է հստակ արձանագրվի այս ամբիոնից որպես քաղաքական գնահատական։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին որպես ազգային հաստատություն միշտ եղել է պետության գործընկեր, բայց երբեք իշխանության սպասարկու։ Եվ երբ եկեղեցու առաջնորդ իր ահնադական կամ հովվական խոսքում արտահայտում է այնպիսի դիրքորոշում, որը կարող է տարբերվել գործող իշխանության պատկերացումներից, դա ոչ թե հանցագործություն է, այլ ժողովրդավարության առողջ դրսևորում։ Իսկ երբ նման խոսքի հետևանքով գործի են դրվում ճնշման մեխանիզմները, երբ փորձ է արվում խաթարել հոգևորականի հեղինակությունն ու ծառայությունը, սա արդեն լուրջ սպառնալիք է, թե հասարակական ներդաշնակության, թե պետության իրավական համակարգի համար։ Սիրելի հայրենակիցներ, պետությունն ունի սահմաններ, այդ սահմաններից մեկն էլ հոգևոր կառույցների անկախությունն է, մյուսը խոսքի ազատությունը։ Եվ ամենակարևորը պետության բարոյական ինքնակարգավորումը, որն էական է իշխանության լեգիտիմության համար։ Այս տեսակետից ստեղծված իրավիճակը վտանգավոր նախադեպ է, որովհետև վաղ այս գործելավոճը կարող է ուղղվել ոչ միայն հոգևոր, այլ ակադեմիական, լրագրողական, մանկավարժական համայնքի դեմ։ Եվ այդ օրը մենք բոլորս կշարունակենք լռել, թե այսօր կձևավորենք քաղաքական կանգնեցնելու այս հակաօրինական գործընթացը։ Ես կոչ եմ անում դադարեցնել քաղաքական դրդապատճառներով պայմանավորված ճնշումները սրբազանների նկատմամբ, ապահովել լիարժեք թափանցիկություն և իրավական պրոցեսների քաղաքական չեզոքություն։ Դատապարտում եմ եկեղեցու նկատմամբ կիրառվող քաղաքական բռնաճնշումները և ի վերջո պետք է վերականգնել հասարակության վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ։ Պետությունը ուժեղ է, երբ կարողանում է հանդուրժել կարծիքը և երբ չի շփոթում դիրքորոշումը ապակայունացման հետ։ Իշխանությունը, եթե ցանկանում է լինել ժողովրդավար, պետք է կարողանա հաղթահարել իր ներսում ձևավորվող վախերը հայլախոհության նկատմամբ։ Հակառակ դեպքում մենք կընկնենք ավտորիտար ռեժիմի հորձանուտի մեջ, որից դուրս գալը հետագայում կարող է լինել ոչ միայն դժվար, այլ ցավոտ, վերջացնում եմ։ Երեկ դատախազ Արման Բաղդասարյանը պահանջեց 2 տարի 6 ամիս ազատազրկում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապայանի համար։ Պետք է հիշեցնեմ, վերջացնում եմ, որ նման նախադեպային գործով Վազգեն Մանուկյանին տուգանք է սահմանվել 400,000 դրամի չափով։ Մեր պետությունը չի կարող լինել ուժեղ, եթե նրա հիմքում կասկած կա բարոյականության, արդարության և ազատության հանդեպ։ Աստված օգնական, սրբազան հայրեր։ Սիրելի հայրենակիցներ, օրվա իշխանությունները ձեզ խաբում են ամենօրյա ռեժիմով, ստում են ինչքան հնարավոր է շատ, ինչքան հնարավոր է ամեն ինչում։ Նրանց համար իրական Հայաստանում իրենց վարած քաղաքականության հիմնարար հայեցակարգային մոտեցումը սուտ խոստումներով ու առանց հիմնավորման հայտարարություններով մարդկանց ամեն օր զբաղեցնելն է, նրանց ուշադրությունը բարձրացված հիմնավոր հարցերից շեղելը։ Նրանք չեն խորշում մի նոր սուտ հորինելուց նախորդ սուտը կոծկելու համար։ Նրանք չեն խորշում հիմնավոր բարձրացած հարցի պատասխանը մանիպուլացված ձևով ներկայացնելուց, եթե ներկայացում են կոնկրետ փաստեր և պահանջվում իրենց հայտարարությունների հստակ ապացույցներ։ Ասածս նորից հիմնավորեմ 300 դպրոց ծրագրի կատարման իրական ընթացքի մասին վերջին այսօրվա տվյալներով։ Եվ այսպես, համաձայն կրթության մինչև 30 թվականի զարգացման պետական ծրագրի, հիմնանորոգված, վերանորոգված հանրակրթական հաստատությունների թիվը պետք է հասցվեր 23 թվականին 92, 24 թվականին 185, մինչև 26 թվականը 300, սա օրենքի մակարդակում։
Եվ երբ ես պահանջել եմ տեղեկատվություն, նշված ծրագրի շրջանակներում 300 դպրոցների ցանկում ներառված յուրաքանչյուրի համար առանձին ստացել եմ հետևյալ պատասխանը։ 300 դպրոց ծրագրի շրջանակներում 21 թվականից մինչև օրս ես ստացել եմ 3 օր առաջ շահագործման է հանձնվել ուշադրություն 56 կառուցված, հիմնանորոգված, վերանորոգված դպրոց։ Իսկ ընդամենը այս տարվա փետրվարին ստացել էի մեկ այլ պատասխան։ Մինչ օրս շինարարական աշխատանքներն ավարտված են 45 դպրոցներում, 25 թվականի վերջում կունենանք եւս 65 ավարտված աշխատանքներ։ Հիմա որտեղ օրենքով սահմանված 24-ին 174, 26-ին 300, որտեղ իրական փաստը 25-ի սեպտեմբերի վերջին ընդամենը 56 ավարտված։ Եվ այս ամենին զուգահեռ թե ԿՊ պատգամավորները, թե կառավարության ներկայացուցիչը անընդհատ գովերգում են 300 դպրոց ծրագրի կատարման ընթացքը։ Նույնն է նաև 500 մանկապարտեզի վիճակը։ Այսինքն 25 թվականի ընթացքում ավելացվել է ընդամենը 11 դպրոց։ Ինչու եք խաբում։ Ինչու եք իրականությունը սխալ ներկայացնում։ Բա սուտ խոսելը գործելավոճ դարձնելն էլ ոնց է լինում։ Բա օրենքի պահանջը չկատարելն էլ ոնց է լինում։ Կառավարության ծրագիրը չկատարելն էլ ոնց է լինում։ Դուք անընդհատ եւ ամեն ինչում խաբում եք հանրությանը։ Իսկ ժողովրդին խաբելու հաշվին իշխանություն պահելը, թեև դարձրել եք ձեր բրենդը, երկար կյանք չի կարող ունենալ։ Դուք ոչ միայն հեռանալու եք իշխանությունից, այլ նաև պատասխան եք տալու այն ամեն չարիքների համար, որ բերել եք մեր ժողովրդին։ Յուրաքանչյուրը ձեր չափով, յուրաքանչյուրը ձեր ժամանակին, բայց պատասխան եք տալու, համոզված եղեք։ Հարգելի քաղաքացիներ, չխաբնվեք ծնկածին նորից։ Չխաբնվեք, որովհետև այս տարվա օգոստոսի 8-ից ձեզ նորից սկսել է համոզել, որ դե ոչինչ, որ նախորդող 7 տարիների ընթացքում ինչ ասել եմ, սուտ եմ ասել։ Ոչինչ, որ նախորդող ժամանակահատվածում ամեն ինչ հորինել եմ կեղծիքի եւ ստի հիման վրա։ Այս մեկը, այս վերջինը, որ հորինում եմ, ասում է հավատացեք, այս մեկը ճիշտ դուրս կգամ։ Ասում է ոչինչ, որ ձեզ խաբել ու ասել եմ, որ Շուշին հետ եմ բերելու։ Ասում է ոչինչ, որ խաբել եմ ձեզ ու ասել եմ, որ ինձ հետաքրքրում է Արցախահայերի ճակատագիրը կամ իրենց հայրենիքում ապրելու հանգամանքը։ Ասում է ոչինչ, որ խաբել եմ, որ հաշված ժամանակահատված հետո Հայաստանի Հանրապետությունից օկուպացրած տարածքներից Ադրբեջանի զինուժը, վարձկանները դուրս կգան։ Ասում է ոչինչ, որ խաբել ասել եմ ամիսների ընթացքում գերիները հետ կգան ու դրա փոխարեն նոր գերիներ եմ ուղարկել Բաքու։ Ասում է ոչինչ, որ համերաշխություն եմ խոստացել, բայց մի քանի ամիսը մեկ պարբերականությամբ ասֆալտ լիզել եւ բորձուր լիզել եմ ձեզ խոստանում եւ առաջարկում։ Չխաբնվեք, սիրելի հայրենակիցներ, չխաբնվեք ծնկածին, որովհետև ծնկել է ոչ թե իր մեղքերի գիտակցումից, ծնկել է ոչ թե ձեր առաջ կատարած մեղքերի զգացումից, այլ ծնկել է թուրքերի եւ ադրբեջանցիների առաջ։ Ծնկել է ոչ թե ձեր առաջ, այլ ձեզ է ծնկի բերել թուրքերի ու ադրբեջանցիների առաջ։ Հաղթած հայ ժողովրդին դարձրել պարտված։ Ու եթե ինքը իրեն կողքից տեսներ, ինքը իր մասին կողքից խոսելու լիներ, ինքը իր բառապաշարով ասելու էր, որ ծնկել է 2018-ին, ծնկել է 2019-ին, 20-ին, 21-ին, ծնկել է 2022-ին, 23-ին, 24-ին, 25-ին, ծնկելու է 26-ին, եթե մնա։ Ու այդ մնալու համար ամեն ինչ անում եմ։ Անգամ մակում մի խեղճ ու կրակ ելույթ էր խաղում։ Բայց այդ խաղին էլ չխաբնվեք, որտեղ նույնիսկ այդ խաղի ժամանակ իր համար ամենակարևոր նախադասությունը ասեց։ Նախադասություն, որը հետաքրքիր էր միայն թուրքին ու ադրբեջանցուն։ Չնայած դահլիճում էլ չէին, բայց հույս ուներ, որ հետո կլսեն ու կգնահատեն։ Ասեց, որ ինքը պատրաստ է Հայաստանի երազանքների ու նպատակներն արտացոլող սահմանադրությունը փոխել։ Միայն կարևոր է, որ պիտի օգնեն իրեն վերընտրվի։ Այս դրա համար ենք ասում, հարգելի հայրենակիցներ, որ ընտրություններին սպասել պետք չէ, որովհետև իրենք արդեն իրենց տերերի հետ այդ ընտրությունները կեղծել են։ Սրա համար ենք ասում, իրենց քայլերին ու գործողություններին մի հետևեք, այլ հիմա այսօր սկսեք պայքարել, որ ձեր պայքարի արդյունքը հանկարծ չուշանա։ Պարոն Մելքոնյան, ումի նկատի ունեիք սրբազաններ ասելով ձեր ելույթի մեջ, այն մարդկանց, որոնցից մեկը զինված հեղաշրջման կոչեր էր անում, այն մյուսն էլ ահաբեկչական շարժումներ ղեկավարում։ Այդ մարդկանց սրբազան ասելը մեղք է, խորհուրդ եմ տալիս այլ բառեր ընտրել։ Խնդրում եմ
տեղից մի խոսեք։ Ձեր ելույթի ժամանակ ես չէի խոսում։ Ազգային ժողովի մեծարգո փոխխոսնակ, հարգելի գործընկերներ եւ շատ սիրելի քաղաքացիներ։ Այսօր այս բարձր ամբիոնից ուզում եմ խոսել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրերս կատարած մի խայտարակ հայտարարության մասին, որը մեղմ ասած առաջացրել է քաղաքացիների զայրույթն ու զզվանքը։ Բայց մինչ այդ ուզում եմ հիշեցնել, ինչպես բոլոր հնարավոր առիթների դեպքում եմ հիշեցնում, որ տվյալ անձը չի ընտրվել Գյումրու համայնքապետ, չի ստացել քաղաքացիների ձայների մեծամասնությունը եւ վերջինիս այդ պաշտոնին կարգել է պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Իսկ հիմա եւս մեկ անգամ հիշենք, թե ինչ է ասում Գյումրու համայնքապետ կարգված Վարդան Ղուկասյանը, նույն ինքը Վարդանիկը։ Չինաստանն ու Ռուսաստանն են միություն կազմում, Հայաստանն իրենից ինչ է ներկայացնում, որ միություն չկազմի։ Եթե դրա համար որևիցե մեկը ինձ վատ բան կասի, ուրեմն ես իրեն կասեմ թրկահպատակ շան տղա, մեջբերման ավարտ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ եւս մեկ անգամ, որ նման միտք է արտահայտում մի մարդ, ով տարիներ շարունակ այս կամ այն մարդու մոտ հպատակ է աշխատել։ Գործընկերներից մեծամասնությունը այս ամբիոնից հարց հնչեցրեց ընդհանուր ընդդիմությանը, բայց ես ուզում եմ անձամբ Մարտուն Գրիգորյանին հարցնել. արդյոք վերջինս համակարծիք է այն մարդու հնչեցրած մտքերի հետ, որի մասին ես խոսում եմ։ Իմիջիայլոց ուզում եմ ձեզ վստահեցնել, որ այս հարցի պատասխանը ոչ միայն ես եմ ուզում իմանալ Մարտուն Գրիգորյանից, այլ գյումրեցիների մեծամասնությունը, որովհետև ինքն ուղիղ պատասխանատվություն է կրում Վարդան Ղուկասյանի կատարած յուրաքանչյուր հայտարարության, արած յուրաքանչյուր աշխատանքի համար։ Վարդան Ղուկասյանն այդ նույն հարցազրույցում մեկ այլ ոչ պակաս հակապետական միտք է հնչեցնում, Հայաստանն իրենից ինչ է ներկայացնում ասելով. Պարոն Ղուկասյան, դուք, ձեր քաղաքական հայրերը շատ կերազեիք, որ Հայաստանն իրենից իրականում բան չներկայացներ։ Ասեմ ավելին, տարիներ շարունակ դուք եւ ձեր քաղաքական հայրերը արել եք ամեն հնարավորը, որպեսզի Հայաստանն իրականում իրենից բան չներկայացնի։ Բայց 2018 թվականից ի վեր մեր երկրում վարվում է բացառապես այնպիսի քաղաքականություն, որը աշխարհում բարձրացնում է Հայաստանի դերն ու նշանակությունը։ Շնորհակալ եմ եւ ամենավերջում ուզում եմ մի ուրախալի լուրով կիսվել մեր քաղաքացիների հետ։ Այսօրվանից Գյումրու Շիրակ օդանավակայանից ուղիղ չվերթներ է իրականացվում դեպի Կիպրոս եւ հակառակ ուղղությամբ, որը կարեւոր եւ նշանակալի իրադարձություն է։ Շնորհակալ եմ։ Հարգելի հայրենակիցներ, մինչ հայաստանյան իշխանությունը երկրի ներսում մարդկանց համոզում է, որ արդեն իսկ խաղաղությունը հաստատված փաստ է, երկրից դուրս օգտագործելով տարբեր ամբիոններ բողոքում է, որ Ադրբեջանի նախագահը տարբեր առիթներով շարունակում է օգտագործել Զանգեզուրի միջանցք ձևակերպումը։ Ավելին, Փաշինյանի վշտացնում այն հանգամանքը, որ Ալիևը խոսելով ՀՀ Ադրբեջան բանակցություններից Հայաստանը ներկայացնում է որպես կապիտուլյացիա ենթարկված երկրի, իսկ իրեն էլ անուղղակի կերպով որպես կապիտուլյանտի։ Ճիշտ է, Փաշինյանը վերջում չի մոռանում ընդգծել, որ Ադրբեջանի պահվածքն իրեն ոչ մի միլիմետր չի շեղի ձեռբերված խաղաղության նշանավորման եւ հռչակված պայմանավորությունների իրականացման գործելակերպից, սակայն ինչպես ասում են, գնացքն արդեն գնացել է։ Թեև առաջին հայացքից թվում է, որ իշխանությունն իր ասելքը կսահմանափակի ՄԱԿ-ի ամբիոնով, սակայն պարզվեց, որ կարիք կա դրա մասին խոսելու ԵԽԽՎ-ում, նաև ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստում, որտեղ փոխվարչապետ Գրիգորյանն ի պատասխան Ադրբեջանի վարչապետի ելույթին հիշեցրել է երկկողմ փաստաթղթերից, որոնք բխում են ապաշրջափակման համատեքստում եւ այնտեղ նշված է Տրամփի ուղի ձևակերպումը։ Համոզված եմ, որ իշխանությունն այս թեման չէր բարձրաձայնի, Ադրբեջանի իշխանությանը չէր արձագանքի, եթե բանակցային գործընթացում լուրջ խնդիրներ ի հայտ չգային։ Ինչու՞, որովհետև գործող իշխանության շահերից չի բխում հակասելու սեփական խոսույթին եւ հրապարակավ խոստովանելու, որ Ադրբեջանն արկա պայմանավորվածություններից դուրս է գործում, հանրության իջեցված խաղաղության ուղերձների հիմքում ոչ թե փաստերն են, այլ անորոշ խոստումները, իսկ նրա բառապաշարը որևէ ձևով չի բխում լայն ժպիտներով լուսանկարների տրամաբանությունից։
Սրան զուգահեռ Ադրբեջանը հայտարարում է ռազմական բյուջեի 4%-ով ավելացման մասին, օկուպացված Քարվաճառում Ալիևը խոսում է ուժի միջոցով ադրբեջանական շահերի առաջ մղման ու բանակի արդիականացման մասին, Իսրանի պատասխան հայաստանյան իշխանությունը կրճատում է ռազմական բյուջեն, շրջանառում պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետների կրճատման նախագիծ, իսկ բանակը որպես 5-րդ անիվ ուղարկում Խորդանոց։ Ինչու է Ալիևը շարունակում կոշտ հեգնական վիրավորական բառապաշարը, որովհետև նրա մոտ գերիշխողը փառասիրությունն է եւ դիմացինին միջև վերջ ոչնչացնելու մոլուցքը։ Իսկ ինչու է Փաշինյանը հայտնվել պատի տակ գանգատվողի կարգավիճակում, որովհետև վաղուց հանձնել է իր հաղթաթղթերը, իրենց ձեռքով իրեն տեղափոխել անկյուն, որտեղ առավելագույնը ինչ դեռ կարողանում է անել, երկրի ներսում բռնատիրություն կառուցելն ու հասարակության կեղծիքի բլոկադայի մեջ պահելն է։ Եվ որպես հետգրություն վերջին բանախոսի խոսքի հետ կապված ավելի լավ կլինի դուք ավելի շատ անդրադառնաք այն փաստին, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ էր, 26 ամիս գտնվում էր կալանքի տակ եւ դրա պատասխանատուն դուք եք։ Մեծարգո պարոն փոխնախագահ, հարգելի գործընկերներ, ժողովուրդը մի լավ խոսք ունի, ասում է ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ, իրոք դա այդպես է։ Ես հաճախակի տեսնում եւ լսում եմ, որ որոշ մարդիկ եւ խորհրդարանում հանդես են գալիս իշխանությունների նկատմամբ ոչ ճիշտ, նույնիսկ խիստ վիրավորական արտահայտություններով։ Մենք գիտենք, որ մեզ մոտ ժողովրդավարություն է, սակայն դա չի նշանակում արհամարհել բոլոր օրենքները եւ անցնել բոլոր չափեր ու սահմանները, որը չի կարելի։ Ժողովուրդ, այսօր մեզ համար, մեր ժողովրդի համար օդ ու ջրի պես անհրաժեշտ է խաղաղությունը, որի շնորհիվ մեր երկիրը պետք է տնտեսապես զարգանա եւ ընդհանրապես հզորանա։ Միայն հզոր երկրի հետ եւ բարեկամները եւ թշնամիները սկսում են հաշվի նստել։ Պատերազմը ոչ մեկին լավ բան չի բերում, բացի ավերվածություններից, արյունահեղությունից, մարդկային զոհերից ու կորուստներից։ Դրա համար պետք է անել ամեն ինչ, որպեսզի հարցերը չլուծվեն պատերազմի միջոցով, այլ դիվանագիտական խաղաղ ճանապարհով։ Ժողովուրդը մի լավ խոսք ունի, ասում է շատի հետև ընկնողը քիչն է կորցնում։ Ես կարող եմ իմ ազգի ճակատագրով պարզաբանել ամեն ինչ։ Այսօր քուրդ ժողովուրդը աշխարհում կազմում է շուրջ 50 միլիոն, որը գտնվում է եւ բաժանվում է 4 հզոր պետությունների մեջ՝ Թուրքիա, Իրաք, Իրան եւ Սիրիա։ Միաժամանակ ցրվելով սփռվել է աշխարհի շատ երկրներում ունենալով մեծ սփյուռք։ Այս ժողովուրդը երկար տարիների ընթացքում պայքարել է իրեն ազատության համար, ենթարկվել է կոտորածների ու ցեղասպանության, սակայն չի կարողանում մինչև այսօր լուծել իրեն պետության հարցը։ Ժողովուրդ, փառք Աստծո, այսօր մեր երկիրը, Հայաստանի Հանրապետությունը ունի անկախ պետություն եւ պետականություն։ Դրա համար մենք պետք է աչքի լույսի պես պահենք եւ պահպանենք անկախությունը եւ պետականությունը։ Ես հորդորում եմ մեր դիմադիր եւ ընդդիմադիր ընկերներին, եկեք լինենք միասնական, մոռանալ ամեն ինչ, երբ խոսքը գնում է մեր պետության անվտանգության, խաղաղության ստեղծման հարցերին։ Մի կողմ դնել բոլոր ամբիցիաները, ճիշտ կողմնորոշվել, կանգնել մեր պետության եւ իշխանության կողքին եւ միասնաբար չեզոքացնել բոլոր վտանգները, արհավիրքները, որոնք սպառնան մեր սուրբ հայրենիքի անվտանգությանը։ Բարեկամներ, ես միշտ տեսնում եւ հպարտանում եմ մեր հանրապետության վարչապետ հարգարժան պարոն Նիկոլ Փաշինյանի խելացի, հմուտ, իմաստուն եւ հեռատես քաղաքականությամբ, որը մեր երկիրը պահում է անվտանգ եւ խաղաղ պայմաններում։ Նա կարողանում է դիվանագիտական ճիշտ ճանապարհով հարաբերություններ ստեղծել բոլոր գերտերությունների հետ, ինչպիսիք են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը եւ եվրոպական երկրները։ Եվ այդ սերտ կապերի միջոցով մեր երկրին կբերեն երկարատև խաղաղություն,
միաժամանակ հարևանների հետ լավ հարաբերություն ստեղծելով խաղաղ ճանապարհով կզարգանա մեր երկիրը, իրեն գոհությունը կպահպանի ապահով եւ անվտանգ մթնոլորտում։ Փառք մեր կառավարությանը, փառք հայ ժողովրդին։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Հարմինե Խերանյան, համեցեք։ Խնդրում եմ տեղից մեկնաբանություններ մի արեք, էլի։ Համեցեք։ Հարգելի հայրենակիցներ, այն, որ ՔՊ-ի իշխանապահման տարիները մեր երկրի համար եղել են կորստաբեր, մենք ոչ միայն տեսել, այլև դրա ողջ ողբերգական հետևանքները զգացել ենք սեփական մաշկի վրա։ Տարիներ շարունակ հետևողականորեն ոտնահարվում են ազգային արժեքները, ոչնչացվում են կայացած ինստիտուտները, թիրախավորվում են կառույցներ, որոնք ազգային պետության եւ ինքնիշխանության հիմքն են։ Բավական է միայն նշել արշավը եկեղեցու եւ սահմանադրության դեմ, Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակի փոփոխությունը, անկախության հռչակագրից հրաժարվելու միտումը։ Օրվա իշխանությունը չի բավարարվում իրապազգային գործունեության թիրախում ընդգրկելով գործող կառույցները, այլև ձեռնամուխ է եղել գաղափարների եւ խորհրդանիշների դեմ ակտիվ պայքարի, սպառնալիք ստեղծելով մեր ինքնաճանաչման համար։ Ապազգայնացման ծրագիրն արդեն բացահայտ եւ անթաքույց ցինիզմով մուտք է գործել նաեւ հանրակրթության ոլորտ։ Նոր ուսումնական տարում հասարակության արդարացի զայրիթը բորբոքեց հանրակրթության ոլորտում իրականացվող հայրենադավությունը։ Դասագրքերից դուրս են մնացել մեր ինքնության պահպանման ճանապարհին անկյունակարային դերակատարում ունեցող անհատներն ու իրադարձությունները։ Տարբեր դասարանների գրականության եւ պատմության դասագրքերում տեղ են գտել պատմական իրադարձությունների ոչ ճիշտ կամ ներկա իշխանություններին հաջող մեկնաբանություններ։ Գաղտնիք չէ, որ կրթական համակարգում առկա խնդիրները շատ են, վարքագծայինից մինչև բովանդակային։ Իսկ համապատասխան գերատեսչության ղեկավարը հարցերին լուծում տալու փոխարեն տեսաուղերձներով հերթական թատրոնն է բեմադրում, QR կոդերի տակ տեղադրված նյութերի եւ նոր ուստարում դպրոց չմտած դասագրքերի վերաբերյալ։ Հարցի մի կողմն է այն, որ մի բան է նյութը մի պահ նայելն ու անցնելը, այլ բան է, երբ Մաշտոցի որպես կրթական համակարգի հիմնադրի եւ ինքնության պահպանման ջատագովի կերպարը պարբերաբար գտնվում է սովորողի ուշադրության կենտրոնում, ձևավորելով վերաբերմունք ու ակնածանք։ Սա մեկն է նմանատիպ բազմաթիվ օրինակներից։ Մյուս կողմից, ինչքանով է նպատակահարմար դպրոցահասակին պարտադրել հեռախոսով մասնակցել դասընթացին։ Եվ արդյոք բոլոր դպրոցահասակների ծնողները, հատկապես մարզային հեռավոր շրջաններում, ունեն երեխային սմարթ հեռախոսներով եւ ինտերնետ կապով ապահովելու հնարավորություն։ Ինչու եք պարտադրում աշակերտին գիրքը փոխարինել հեռախոսով։ Թե դա դասապրոցեսին հեռախոսով մասնակցելը նորաձև կրթության անառարկելի պահանջն է։ Իդեպ, երեկ Երևանի քաղաքապետը հայտարարեց դպրոցներում բջջային հեռախոսների կիրառումը սահմանափակելու մասին, ինչին որպես երկարամյա ուսուցիչ եւ դասախոս բնավ դեմ չեմ։ Ինքս առնչվել եմ դասապրոցեսին հեռախոսների կիրառության եւ QR կոդով աշխատելու անհարմարությանը։ Ուղղակի զավեշտ է, անբովատանք թվային դասագրքեր եւ դրանք կիրառելու գործիքակազմի բացակայություն։ Սիրելի հայրենակիցներ, թույլ չտանք մեր ազգային արժեքների ոտնահարումն ու ինքնության ոչնչացումը։ Կանխենք ազգային ինքնագիտակցությունից զուրկ եւ կեղծ գաղափարախոսությունների վրա հիմնված 4-րդ հանրապետության հռչակումը։ Մեծարգո փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Ընդդիմությունը իր դերի մեջ է։ Ստում է եւս ստում է։ Հարգելիներս, դուք մնացել եք 20-րդ դարում։ Դուք չեք տեսնում փոփոխություններ, որոնք տեղի են ունենում։ Դուք չեք ուզում տեսնել, որ այո 4-րդ հանրապետությունն է այսօր եւ ամսի 8-ին, օգոստոսի 8-ին շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել հայ ժողովրդի համար։ Մենք խոստացել ենք եւ բերել ենք խաղաղություն եւ շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ, ինչքան էլ դուք ցանկանաք հերքել։ Ընդդիմադիր գործընկերներս մնացել են նույն խոսույթի մեջ, ընդդիմադիր դաշտում գերիշխում է իշխանափոխության պահանջը մոլուցքը, արագ եկեք փոխենք, թե չէ ՔՊ-ն նորից կհաղթի 2026 թվականին, բայ իհարկե հաղթելու է, կասկածում եք դուք, գիտեք ինչու է հաղթելու, որտեղ խոսում է ժողովրդի հետ, ճիշտ, ներկայացնում է իրական խնդիրները, լուծում է իրական խնդիրները, որոնք առկա են, իսկ ինչու կան խնդիրներ, որովհետև 30 տարի ի վեր
Ձեր վարած քաղաքականության արդյունքում չեն կառուցվել դպրոցներ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ։ Հիմա դուք բարդում եք մեզ վրա, քիչ եք կառուցում։ Լավ ենք անում, ինչքան պետք է կառուցելու ենք։ Դա թող չմտահոգի ձեզ։ Շփվելով մարդկանց հետ, հասարակության հետ, հասկանում եմ, որ մարդիկ շատ խելացի են ու իրոք նրանք չեն տեսնում, թե ընդդիմության կողմից առաջարկված հարցերը, որ ընդդիմությունը պատասխանատվություն չի ուզում վերցնել իր վրա, եւ հավատացեք 26 թվականին իրենք կպատասխանեն բոլոր հարցերին։ Ինձ մտահոգեց մի արտահայտություն, հայաստանյան իշխանություն, այսինքն դուք Հայաստանից չեք, բա որ դուք էլ եք իշխանություն, ուղղակի ընդդիմադիր իշխանություն եք։ Եվ ես ցավում եմ, մեզ համար շատ կարևոր է մեր իշխանության համար, որ ընդդիմությունը լինի ուժեղ, պատրաստված, դա մեզ էլ է ձեռ տալիս, բայց ցավոք չունենք։ Լսելով այսօրվա ելույթները, իհարկե չպետք է զարմանայի, բայց ավաղ էլի զարմանում եմ։ Մեր ժողովուրդը կրկնում եմ շատ իմաստուն է եւ իր գնահատականը կտա 26 թվականին։ Ինչի մեջ եք դուք մեզ մեղադրում։ Շարունակում են ուրեմն ասում են, որ մենք մեր պետականության թուլացման առաջիներից մեկն ենք, որ մենք կործանում ենք մեր պետությունը։ Ժողովուրդ ջան, դուք կործանել եք մեր պետությունը, պետականության դեմ էիք դուք ամեն ինչ կարելի էր տվել եք սրան, նրան, եւ դուք խոսում եք, որ մենք կործանում ենք մեր պետությունը։ Ուզում եմ ձեզ խորհուրդ տալ, ուզում եմ, որ դուք լինեք ընդդիմությունը եւ աշխատեք ձեր հարցադրումների վրա եւ կարծում եմ, եթե դուք կոնկրետ հարցեր ուղղեք եւ փորձեք լուծել, ժողովուրդը ինչ-որ կերպ ձեզ կհասկանա։ Շնորհակալություն։ Անկեղծորեն կարող եմ։ Այդ ինչ որ ասացիք, այդ դա կարող եմ։ Ուրիշ բաները չէ։ Համեցեք, պարոն Ալեքսանդր։ Շնորհակալություն մեծարգո փոխնախագահ, արգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Եթե նայում եք այս հայտարարությունների ժամը սկզբից, ապա մի ֆանտաստիկ բան պետք է նկատածել եք մի դրվագ։ Այստեղից Հայաստան Դաշինքի падգամավոր Մհեր Մելքոնյանը ասում է Շիրակի թեմի առաջնորդի հայտարարությունները, դրանք ժողովրդավարության առողջ դրսևորումներ են։ Հիշեցնեմ, որ արտահայտությունների մասին է խոսքը։ Ես կոչ եմ անում ռազմական հեղաշրջման։ Այս արտահայտությունը ըստ պարոն Մելքոնյանի ժողովրդավարության առողջ դրսևորումը։ Հիշեցնեմ, որ նույն Միքայել Աչապահյանը ունի նաև այլ հետաքրքիր հայտարարություն, օրինակ ես դեմ եմ դեմոկրատիային։ Դեմոկրատիան վատ բան է։ Դա էլի ըստ պարոն Մելքոնյանի ենթադրաբար ժողովրդավարության առողջ դրսևորումը։ Ես բնավ զարմացած չեմ, որովհետև Քոչարյանի դաշինքում ժողովրդավարության մասին այլ պատկերացում սպասելը կլիներ, կներեք արտահայտությանս համար իդիոտություն։ Ինչ է։ Հայաստանում պատիվ ունեմ խմբակցություններին, այսօր առաջարկեցի մի հատ արտահայտվեն Վարդանիկի հայտարարությունների վերաբերյալ։ Գնացել էիք, նշում էիք, ընտրվել, աջակցել եք, ոնց կարեցել եք, պատիվ ունեմ առհասարակ քվեա տվել, բանը արել, ընտրելա քաղաքապետ։ Ընտրել եք, ձերնա, ձեր Վարդանիկնա, տոնել եք հաղթանակը, ձեր Վարդանիկը վերակացել, ձեր ամբողջ պլանը ներկայացնում է, ասում է, ով դեմ է միութենական պետությանը Ռուսաստանի հետ, թրքապատակ շան տղա է։ Այս ձեր առաջարկած դիլեման է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Դուք տենց եք նայում։ Դուք նայում եք, եթե մարդը դեմ է Ռուսաստանի հետ միութենական պետությանը, ինքը ձեր համար թրքապատակա, Թուրքի առաջ կզածա, այդ ձեր թուրք արմատով ձեր բարերի կազմության տաղանդը ես չունեմ, վստահ եմ, դուք շատ ավելի լավ կկարողանաք։ Էդ է, ձեր առաջարկած դիլեման առաջարկել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Հիմա եթե ձեզ թվում է, թե լռելով այս թեման անցնելու է, դուք չեք արձագանքելու այս թեման անցնելու է, ջրվելու է, գնալու է, չէ։ Առաջիկա 2 ամիսը այս թեմայից բացի ուրիշ թեմա դուք չեք ունենալու արտահայտեք։ Դուք այս թեմայից բացի այլ թեմա չեք ունենալու արձագանքեք ոչ 10 րոպեանոցին, ոչ 9 րոպեանոցին, ոչ 8 րոպեանոցին, ոչ 7 րոպեանոցին։ Վարդան Ղուկասյանին աջակցած յուրաքանչյուր քաղաքական թիմ իր անդամներով ղեկավարից մինչև ամենավերջինը պետք է պատասխանի հետևյալ հարցին.
ինքը կողմա Հայաստանի Հանրապետության միութենականացմանը Ռուսաստանի հետ, թե ինքը թրքապատակ շան տղա է։ Այս դիլեման վերաբերում է մենակ Վարդանիկի քաղաքական թիմերին, այն թիմերին, որ աջակցել են, շնորհավորել են, թուշը պաչել են, ձեռը սխմել են, էսի շնորհել են։ Մեզ չի կարա վերաբերվի։ Ձեզ է վերաբերվում, հարգելի գործընկերներ, ձեր քաղաքական թիմերին է վերաբերվում, որպես քաղաքական թիմ, մարդը քաղաքական դիլեմա է դեմ տալիս, պատասխանեք։ Կամ դատապարտեք, կամ պատասխանեք։ Մենք դատապարտում ենք, պատասխանեք ուրեմն, եթե չեք դատապարտում։ Ու վերջում, չեք պատասխանել։ Գիտեք ինչի չեք պատասխանել, որտեվ այսօր Սեյրան Օհանյանին ավարտում եմ, որտեվ այսօր Սեյրան Օհանյանին լրագրողը ասում է. «Պարոն Օհանյան, ՄԻԵԴ մարտի 1-ի գործով որոշում է կայացրել, որ պետությունը խախտել է մարդկանց կյանքի իրավունքը»։ Սեյրան Օհանյանը, ձեր խմբակցության ղեկավարը ինչ պատասխանի, որ լավ լինի։ ՄԻԵԴ-ի որոշումը պետությանն է վերաբերվում, մեզ հետ կապ չունի։ Ու պարոն Օհանյանը ամբողջացրել է, դուք պետության հետ կապ չունեք։ Ազգային ժողովի մեծարգո փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Մինչև 2018 թվականի ոչ բռնի Թավշյա հեղափոխությունը մեր երկրում իշխում էր քրեական դիկտատուրան։ Այն զբաղված էր պետությունը թալանելով, ազգային հարստությունները վաճառելով եւ սեփական քաղաքացիներին սպանելով։ Այս ամենը հաստատվել է նաեւ մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով։ Պետությունն է, այսինքն այդ ժամանակվա իշխանության գլուխ կանգնած Ռոբերտ Քոչարյանն է պատասխանատու քաղաքացիների մահվան համար։ Պետությունը տարիներ շարունակ չի իրականացրել պատշաճ քննություն, չի համագործակցել ՄԻԵԴ-ի հետ։ Քննության ընթացքում կեղծվել են իրեղեն ապացույցներ, կիրառվել են մարտական փապուշտներ եւ ժամկետած զինատեսակներ։ Սրանք անբեկանելի փաստեր են, որոնք ոչ ոք չի կարող հերքել, մերժել կամ ներկայացնել որպես կեղծիք։ Այնուամենայնիվ, այս մասին Սերժա Քոչարյան լևոնական շրջանակներից ոչ ոք չի խոսում։ Ինչու՞։ Որովհետև նրանք երբեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին չեն դիտարկել որպես բարձրագույն արժեք։ Եվ քանի որ տուժածները իրենց էլիտար ճակերտների մեջ շրջանակներից չէին, այդ մարդկային ողբերգությունները մնացին անտեսված։ Սա է եղել նրանց իրական վերաբերմունքը հասարակ քաղաքացու եւ պետության նկատմամբ։ Հարգելի հայրենակիցներ, տասնամյակ շարունակ մեզ ներմուծվել է կեղծ հայրենասիրության մոդելներ, որոնք չեն արտացոլել մեր պետության իրական շահերը։ Մեզ պարտադրվել են ռազմահայրենասիրություն, ռևանշիզմ, ուրահայրենասիրություն, կենացային ազգասիրություն եւ պահանջատիրության դատարկ կարգախոսեր։ Մեզ ստիպել են երազել անիրական պատկերների մասին, Բաքվում թեյ խմելուց նպատակների ներողություն մասին, Բաքվում թեյ խմելուց մինչև Սևրի պայմանագրի վերականգնումը։ Այդ պատրանքներով էին փորձում չափել հայրենասիրությունը, եւ որքան մեծ տարածք էին պատկերացնում, նրան անվանում էին մեծ հայրենասերներ։ Սակայն մենք պարտավոր ենք գիտակցել իրականությունը։ Մեր հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է, միջազգային մակարդակով ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքով։ Սա է մեր հայրենիքը, սա է մեր պետությունը։ Մեր առաքելությունը պետք է լինի այն զարգացնելը։ Մեր ուժերը պետք է ուղղված լինեն Հայաստանի Հանրապետության տնտեսական հզորացմանը, բնակչության աճին, պետական ինստիտուտների ամրապնդմանը, մեր երկրի անվտանգության ապահովմանը։ Այս ուղին է մեզ տանելու դեպի իրական անկախություն եւ ինքնիշխանություն։ Սիրելի հայրենակիցներ, ժամանակն է վերջ տալ պատրանքներին եւ ապրել իրականությամբ։ Ժամանակն է կառուցելու մեր իսկական հայրենիքը, ամուր, ապահով եւ հզոր Հայաստանի Հանրապետությունը։ Սա մեր սուրբ պարտքն է, մեր նախնիների հիշատակի, բոլոր նահատակների, մեր սերունդների ապագայի եւ մեր պետության հավերժության համար։ Կեցե, անկախ եւ ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը։ Կարնիկ Դանիելյան հաջորդ ելույթի համար համեցեք։ Այ հիմա կարող եք ասել, պարոն Դանիելյան։ Ամեն ինչ լսել ենք, կեցե կառավարությունը չենք լսել, դա լսեցինք։ Սիրելի հայրենակիցներ,
Ձեզ եմ ներկայացնում գերաշնորհ Տեր Բագրատ arczepiskopos Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկից։ Այս խոսքը ընդունեք նաև ԱԺ падգամավոր եւ հայրենիքի կալանավոր Արտուր Սարգսյանի եւ մյուս 16 հայրենիքի կալանավորների անունից։ Տերն իմն է, լույսը եւ կյանքը, ես ումից վախենամ։ Տերն իմն է, կյանքի ապավենը, ես ումից դողամ։ Այս աղոթքը ողջ կյանքում ուղեկցել է ինձ, ինչպես այսօր ուրացողների եւ հայրենավաճառների խմբակի դիմաց կանգնած, ովքեր կարողացել են իմ եւ իմ հայրենիքի կենսագրությունը եւ պատիվը գողանալ։ Իսկ իրենց եւ իրենց ցենունդների ճակատին անջնջելի կերպով դրոշմելու է աղվեսադրոշմի խարանը։ Ինչպես ումից եւ ինչու վախենալ։ Այն կենսագիրներից, ում ձեռքը թաթախված է արյամբ, հայրենիքի եւ հաղթանակ ուրացող, ովքեր իրենց փողի եւ փորի համար փորձում են ահաբեկել եւ վախեցնել։ Մենք նախընտրել ենք մեր հայրենիքի եւ եղբայրների հետ կալանքը եւ նույնիսկ մահը, քան ուրացողների հետ բաժին ունենալը, որի համար ուխտել եմ, որ չեմ մոռանալու հանուն քեզ Հայաստան եւ չեմ ուրանալու հանուն քեզ Արցախ։ Հիմա անդրադառնում եմ այն հանգամանքին, որ այս 3 ամսվա ընթացքում 2 անգամ հրապարակային հարցում եմ ուղարկել գլխավոր դատախազին, քննչական կոմիտեի խեղճ ղեկավարին, որոնք մնացել են անպատասխան։ Այժմ այս ամբիոնից, որտեղից հնչել են մեր հասցեին զրպարտություններ, նույն հարցադիմումն եմ ուղում։ Ինչն է վերաբերվում 2 հոգու գյուլելու եւ 15 հոգու բանտ դնելու ձեր այդքան սիրված պատմությունը։ Երկրորդ, ով կամ ովքեր են ավտոբուս վառելու, արդյոք նման պատմություն գոյություն ունի, մնացյալի մասին հետո։ Արդյոք ձեր ներկայացված այսպես կոչված ձայնագրությունները փորձարկման ենթարկվել են թե ոչ։ Այդքան նենգ եք, որ ձեր նույնիսկ վկայությունները կեղծ են։ 8 ամիս շարունակ լսելուց հետո, պարզելով, որ հիմնազուրկ եք, փորձել եք մի վերջին ճիքով ինչ-որ մի բան կորզել, գաղտնալսելով իմ եւ իմ հոգեվոր եղբայր Միքայել Սրբազանի խոսքը։ Ընդ որում, մեր կալանքը 2 ամսով էր, դուք գաղտնալսման հրաման եք տվել 3 ամսվա համար, այդպեսով փաստելով երկարաժամկետ կալանքի նախատեսված ծրագիրը։ Սա ձեր իրական նկարագիրն է։ Երկրորդ, իմ երկրորդ հացը ուղղված է ԱԳՆ-ին։ Մեզ հասած տեղեկություններով դուք զանազան միջազգային ներկայացուցիչներին ասել եք, որ այս մեր գործը ինչ որ ունի ռուսական հետքեր։ Եթե առկա են, ապա ինչ պատասխան ունեք դրան, այլապես ՀՀ իրավապահ պատմության մեջ առաջին անգամ ձերից նկարագրած ձայնագրությունները չէիք թարգմանի անգլերեն եւ այլ լեզուներով։ Հարց. նման բան ասել եք թե ոչ, ռուսական հետ կա թե ոչ, այս վերոնշյալ հարցերին միայն հստակ պատասխաններ եմ ակնկալում մինչև այս քարորիայի ավարտը։ Այլապես դուք վերածվում եք ստախոս եւ խափեբայի։ Կեցե Արարատը, Սուրբ Էջմիածնով, Արցախով եւ մեր նահատակներով սրբագրված հավերժական Հայաստանը։ Հայրենիքի կալանավոր Բագրատ arczepiskopos Գալստանյան։ Էդուարդ Աղաջանյան, հաջորդ ելույթի համար ամացիկ։ Սիրելի քաղաքացիներ, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ քիչ առաջ այս ամբիոնից ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանելյանը հնչեցնում էր կամ ընթերցում էր մի նամակ մի անձի կողմից, ով համարվում է սրբազան եւ ով, հիշեցնեմ, պատրաստվում էր Երևանում պատերի տակ տարբեր մարդկանց գյուլել։ Ընդ որում Պարոն Դանելյան, ես անկեղծ ասած ձեր անդրադարձից ոչինչ չհասկացա, վերջը ինչքանով էր այդ մասով հերքում կամ հերքում էր արդյոք թե ոչ, ընդամենը հիշեցնում էր այդ դրվագի մասին եւ որ մենք բոլորս այդ մասով առնվազն անհանգստացած էինք եւ զարմացած եւ դրան ի պատասխան ըստ էության ոչինչ չլսեցինք։ Ես կուզեի արձանագրել հետևյալը, այսօրվա այս հարց ու պատասխանի արդյունքներով, որ չնայած որոշ անհատական
ելույթների, որոնք ըստ էության բովանդակային էին, չնայած եւ մշտապես գրեթե բոլոր դեպքերում թվերի եւ տվյալների մանիպուլյացիա կար, բայց ընդհանուր առմամբ հարգելի գործընկերներ պետք է արձանագրել, որ մենք գործ ունենք բավականին ծույլ ընդդիմության հետ, որովհետեւ ըստ էության Պարոն Բագրատյանը կարճ անդրադարձավ դրան, բայց ես կուզեի փոքր-ինչ ավելի ծավալվել այս թեմայով։ Մեր ընդդիմությունը 5 տարի շարունակ առաջնորդվում է եւ այստեղից բարձրացնում է այն թեզերը, որոնք վերջիններս 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ քաշում։ Այսինքն նախընտրական քարոզարշավի հիմնական են բոլոր նարատիվները, որոնք մենք ամիսներ շարունակ լսել ենք 2021 թվականից առաջ, այսինքն ընտրություններից առաջ, 5 տարի շարունակ մենք այս նույն մտքերը շարունակաբար լսում ենք եւ սա հարգելի գործընկերներ արդեն սա հոգնեցուցիչ չի, սա արդեն ծիծաղալու էլ չի, անկեղծ եմ ձեզ ասում, որովհետեւ եթե մենք որպես ընդդիմություն եւ այս process-ի մաս կազմող իսկապես հոգնել ենք այս թեմաներից, ես պատկերացնում եմ մեր քաղաքացիները ինչ տխուր տեսարանների են արժանանում դիտելով այս նիստերը։ Ես մեկ օրինակի ուզում եմ անդրադառնալ, Տիկին Գյուրեղյանը խոսում է այն մասին, որ մենք բարբերաբար եւ հետեւողականորեն ստում ենք եւ խաբում ենք մեր քաղաքացիներով, օրինակ բերելով 300 դպրոցի ուրեմն ծրագիրը եւ ասելով, որ այս պայդրությամբ կա 54 դպրոց շահագործման հանձնած եւ հնգամյա կառավարության ծրագրի շրջանակներում մենք ուշացնում ենք դպրոցների շինարարությունը, հետեւաբար մենք շարունակ խաբում եւ ստում ենք մեր ժողովրդին։ Ես ուզում եմ Տիկին Գյուրեղյանին եւ մեր ժողովրդին եւս հիշեցնել եւ վստահեցնել, որ մինչեւ 2026 թվականի ավարտ, ինչպես եւ խոստացվել է, 300 դպրոցները պատրաստ կլինեն, իսկ մեր ընդդիմությանը խորհուրդ կտամ եւս մեկ անգամ փոքր-ինչ ավել իրենց վրա աշխատել։ Շնորհակալություն։ Արտուր Հովհաննիսյան։ Ինչ է ասում ընդդիմությունը։ Ասում է Աջապահյանը, այն տերտերը, որ հեղաշրջման կոչ անելու համար հիմա դատապարտվում է, ասում է մեր հոգևոր եղբայրն է։ Բագրատը, որ ահաբեկչություն կազմակերպելու գործով դատապարտվում է, էլի իրանց հոգևոր եղբայրներն են։ Աջապահյանը, որ գնացել էր Դաշնակցության երկիր մեդիա հարցազրույցի, իրանց ուզածը չէր ասել, եթեր չէին տվել։ Հիմա իրանց ուզածը ասելա դատվում է, եկել են ստեղ ինչ-որ բախի եթեր չեք տվել Աջապահյանի բանը հարցազրույցը, որովհետև դուք այդ մարդուն եք օգտագործում, դուք առհասարակ բոլորին օգտագործում եք։ Ես հիմա էլի իհարկե ընդդիմության աթոռների հետ եմ խոսում, բայց վստահ եմ, որ իրանք շատ լավ լսում են ակաժները սրած։ Բոլորին ցավ օգտագործում են, վիշտ օգտագործում են, իրար են օգտագործում են, իրար օգտագործում են։ Աջապ այդ խեղճ տերտերներից ինչ եք ուզում։ Ինչ եք ուզում։ Համոզեցիք, բա վարչապետի թեկնածու պետքա դառնալ Աջապահյանը, էդ էլ չարեցիք։ Ժողովրդական լեզվով ասած քցեցիք, որովհետև դուք ձեր ամբողջ կառավարման ընթացքում բացի քցելուց, կներեք ժողովուրդ ջանը ժողովրդական խոսքիս համար, թե ժողովրդին, թե իրար, ուրիշ բանի սովոր չեք։ Այն օրվա ձեր լսումներն էլ էր ըստ էության իրար քցելու մասին, եկել եք ստեղ եւ ըստ էության ինչ որ ստորագրությունների, կռիվ էր, չգիտեմ, ինչ էր, էլի անպտուղ, կեղծ օրակարգ եք փորձում այստեղ գեներացնեիք։ Եվ այո, պարոն Աղաջանյանի միտքը ես պետքա շարունակեմ։ Ուրեմն Տիկին Գյուրեղյանը, ով իրան դիրքավորել է որպես կրթության ոլորտի, մարդ, որպես խելացի մարդ, որ գալիս է այստեղից այս բաներ է խոսում, նախ եթե կրթության ոլորտից եք 180, չի 180, այդ իմացեք գոնե, այտենց գրական խոսեք, եկել եք ստեղ բողոքում եք, որ մենք ուշացնում ենք ժամկետների մեջ դպրոցների կառուցումը, վերակառուցումը։ Դուք Դաշնակցության ներկայացուցիչ եք, որոնք ամբողջ պատմության դասագրքերը, պատմության ֆակուլտետները, կրթությունն առհասարակ օկուպացրել են, որ խաբեն մեր ժողովրդին եւ թաքցնեն մեր ժողովրդից դաշնակների դավադիր դեմքը։ Դպրոցները եւ մանկապարտեզները սեփականաշնորհել են, ներողություն սարքել են գոմեր, իրանց համար առանձնատներ, այսօր էլ եկել են մեզ են մի հատ քննադատում, որ մի դպրոց կամ երկու մանկապարտեզ մի քիչ ժամկետների մեջ ուշացել է։ Ոչինչ։ Մենք շատ ենք ասել, նոր ենք սովորում դպրոց եւ մանկապարտեզներ սարքել, որովհետեւ դրանից առաջ դուք բոլորին սովորացրել եք, թե ոնց են դպրոցներն ու մանկապարտեզները քանդում։ Ուլը մի հատ այստեղ բարոյական իրավունք եք ձեզ վերապահում, դες խելացի դեմքով գաք այստեղ դատարկ բաներ խոսակ։ Հələ մի հատ էլ ասում է,
ընդդիմությունից մեկը պետք է վերականգնել հասարակության, ուրեմն վստահությունը պետական ինստիտուտների հանդեպ։ Դուք հենց ձեր նկատմամբ մի հատ վստահությունը վերականգնեք եւ ստեղծեք նաեւ իրար մեջ, իրար վստահելու տեսանկյունից։ Եվ մի հետաքրքիր երևույթ էլ կա, ասում են, այս ինչ մարդը քաղ բանտարկյալ է, այն ինչ մարդը քաղ բանտարկյալ է։ Ասում են դպրոցի գումարները գողացած, լափած մարդը քաղ բանտարկյալ է։ Ասում են ահաբեկչություն կազմակերպելու փորձ անող մարդը քաղ բանտարկյալ է։ Ասում են հեղաշրջման փորձ անող մարդը քաղ բանտարկյալ է։ Եվ իրանց տեսանկյունից իրանք ճիշտ են ասում, որովհետև իրանց քաղաքական նպատակը մշտապես եղել է թալանելը, հեղաշրջումներ անելը եւ երկրի կառավարումը արտաքին ուժերին հանձնելը։ Եվ հետեւաբար իրանց համար շատ նորմալ է, որ իրանք հենց այսպես են վերաբերվում իրանց ուրեմն ընկերների հանցագործությունների պատժմանը այս պահին։ Շնորհակալություն։ Վայ, հարգելի գործընկերներ, շատ բարդ է անկեղծ ասած արձագանքել։ Չէ, պարոն Արշակյան, հավատացեք, անբանական խոսքին արձագանքելը ավելի բարդ է, քան իրականում մի քիչ բանական քննադատությանը։ Ես այս մեկ ժամվա ընթացքում փորձում էի հասկանալ լավ ինչն է անդիմության նոր խոսքը կամ ինչն է անդիմության միտքը, ինչին պետք է գոնե հակադարձել կամ բանավիճել, ինչի շուրջ պետք է լինի, հասկացա, որ այս մեծ ճեղքը, որը եղել է այս տարիների ընթացքում, ամբիոններից հնչող, էկրաններից հնչող եւ քաղաքացու կյանքի միջև ավելի է խորանում։ Այս մարդիկ տեղակ չեն, ընդհանրապես այս ժողովուրդը ինչով է անհանգստանում, ինչ խնդիրներ ունի, ինչ կարիքներ ունի, ինչի մասին կուզի, որ իր ներկայացուցիչը այս ամբիոնից խոսա։ Իրանք իրանց օրակարգը, նեղ օրակարգը, ոնց եղել է 100 տարի առաջ, իմիջիայլոց 5 չէ, 100 տարի առաջ, նույն ձև կրկնում են, այդ ցիկլը անընդմեջ այս մարդկանց մեջ կրկնվում է։ Ասենք մի խոսույթ ասեմ, ընդամենը մի օրինակ, հետո կանրադառնամ բուն ելույթից, ասում եմ պետությունը հիմնվում է ոչ միայն օրենքների վրա, այլ նաև պետական մտածելակերպի վրա։ Հաջորդիվ այդ պետական մտածելակերպի կողքը դնում է մի հատ արտահայտություն, եկեղեցու ինքնիշխան դիրքորոշում եւ դրանով արդարացնում է պետական մտածելակերպով, արդարացնում է հեղաշրջման կոչը, պետությունում հեղաշրջման կոչը, ռազմական հեղաշրջման կոչը։ Սենց կոգնիտիվ դիզոնանս, ես չգիտեմ էլ որտեղից կարող ես այդ 2-3 բառերը իրար կողք կպցնել։ Բայց սիրելի քաղաքացիներ, մի փոքր օգտակար տեղեկատվություն տանք ձեզ այս ամբիոնից, որովհետև այն ինչ որ հնչում է անդիմության շուրթերից, ձեզ ոչինչ չի տալու։ Ընդհանրապես ոչինչ չի տալու, բացի երբեմն ձեր ապրած ողբերգությունները վերապրելուց։ Ես ուզում եմ պատմեմ ու հաջորդիվ նաև շատ ավելի մանրամասն ներկայացնելու եմ քաղաքական տեխնոլոգիաներ, որոնք կիրառվում են հիմնականում հետսովետական երկրներում, ընտրական, նախընտրական փուլերում։ Հետսովետական երկրների գրեթե բոլոր այն պետություններում, որոնք որ փորձել են ազատվեն կայսրության ճիրաններից, նախընտրական տարին շատ բուռն է անցնում եւ այդ նախընտրական տարում տեղ են ունենում հետեւյալ գործողությունները կամ հիբրիդային գործիքներն են գործածվում։ Ամենաառաջինը եւ հիմնականը եւ հետո փորձելու եմ բերեմ այդ օրինակները, որ հասարակությունը նաեւ փաստահեն տեսնի այս ամեն ինչը, անընդհատ հնչեցնել ամբիոններից, ստել, խաբել, մանիպուլացնել արտահայտությունները։ Դա ինչ է անում, ստեղծում է անվստահություն ոչ միայն իշխանությունների նկատմամբ, այլ ընդհանրապես պետության նկատմամբ։ Իրենք նույն բանը բացահայտում են այսօր, անընդմեջ կրկնել, ստել, խաբել։ Ձեր ինքնությանն են ոչնչացնում, ազգային արժեքներն են ոչնչացնում։ Իրենց պատկերացմամբ թուրքի դրոշ վառելը ազգային արժեք է։ Եվ երբ մենք ասում ենք թուրքի դրոշ չի կարելի վառել, դա ազգային արժեքի դեմ ենք պայքարում։ Ավարտում եմ, պարոն Արշակյան։ Լինելու են ոչ միայն հիբրիդային հարձակումներ կեղծ տեղեկատվությունների միջոցով կամ ամբիոններից կեղծ տեղեկությունների միջոցով, այլ նաև կոնկրետ կեղծ գործողություններ, կեղծ ահազանգեր, բոմբերի տեղադրման մակարդակով, կեղծ խուլիգանության դրվագներ, սպանություններ, որպեսզի անվտանգության զգացողությունը կորի հասարակության մոտից։ Հնարավոր է նաև, կեղծ տեղեկատվությունները ասեցի արդեն, եւ ամենակարևոր գործիքը, որ այս տարի կիրառվելու է Հայաստանի Հանրապետությունում, դա փող եւ փորձելու են առնեն քաղաքացուն, չգիտակցելով ընդհանրապես չպատկերացնելով, որ 18-ից ի վեր քաղաքացին թքած ունի վերևից ձեր փողերի վրա։ Շնորհակալություն։